Պարոն Էդգար Ղազարյանը ասելիք ունի։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Նիստի այսպիսի մեկնարկից հետո հասկանալի էր, որ մթնոլորտը նորից շիկանալու է, միայն թե պարզ չէր, երբ ու որ պահին։ Հերթը ասել էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման, այստեղ թեկնածուն Բաբկեն Թունյանն էր, ով ելույթի ժամանակ պատասխանեց Հայկ Վարմանյանի հարցին, թե ինչ համագործակցություն է ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թունյանը պարզաբանեց ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլ բազմաթիվ նախկին պաշտոնյաների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունի եւ առհասարակ պետք է հարգել պետական ինստիտուտներն ու պաշտոնյաներին։ Ոչ թե ես ելեմ սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ հավանել, այլ երբ ես Կարեն Կարապետյանին հրավիրել եմ հարցազրույցի, փոխադարձ հարգանք այնքան մեծ եղել, որ ամբողջ կառավարության կազմով են եկել այդ հարցազրույցին մասնակցում։ Ուժեղ Հայաստանից Լիաննա Մանուկյանն էլ հարցրեց, թե ինչպես հանձնաժողովի նախագահը վերաբերվում մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերին։ Ավելի կոնկրետ հարցս ձևակերպեմ մարդկանցից բիզնես խլելու արատավոր մշակույթին։ Խլելու վատ են վերաբերվում, բայց պիտի հասկանանք խլել ասելով ինչ նկատի ունեք։ Եթե տեղի է ունեցել ապօրինություն կամ իրավախախտում եւ պետությունը դրան նորմալ արձագանքում է, հակառակը դա չանելը կդիտվի որպես բացասական երևույթ։ Թունյանը նաև Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի հարցին պատասխանեց ու քանի որ ժամանակը չէր սպառվել, ինքը հարցով դիմեց Նարեկ Կարապետյանին։ Հարցը ռուսական համապատասխան ծառայության 3 տարածած այն մեկնաբանության մասին էր, որ հայկական Միրգ Բանջարեղենի Ռուսաստան արտահանման սահմանափակումները զուտ անվտանգային, ֆիտոսանիտարական եւ նմանատիպ այլ պահանջների հետ են կապված։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս մարդիկ սուտ են ասում, թե ճիշտ են ասում։ Այսինքն փակելու պատճառը այս խնդիրներն է, թե այնա, որ Հայաստանի Հանրապետությունում անցած տարի Եվրամիության կամ Եվրոինտեգրման վերաբերյալ ինչ-որ օրենք ընդունվել կամ անդամակցության վերաբերյալ ինչ-որ խոսակցություններ կան։ Այդ ինչ պաշտոնական ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը, մենք համարում ենք, որ դա ուղղակի տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է, պարոն Թունյան։ Պարզ է, ամեն ինչը բոլորը գիտեն, բայց եկեք հասկանանք, որտեղ որոշ դեպքերում ձեր համար Ռուսաստանի որևէ գերատեսչության, օգնականի, վարորդի խոսքերը ավելի հիմնավոր են, քան Հայաստանի կառավարության։ Մեսրոպ Մանուկյանի հարցն էլ Հայաստանի տնտեսության եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապ ուներ պատասխանի համար, սակայն մարգարեական շնորհ էր պահանջվում։ Համախառն ներքին արդյունք պարկ հարաբերակցությունը պատերազմի ավարտից հետո ձեր գնահատմամբ կտրուկ փոփոխություն կկրի, թե ոչ։ Եթե դուք ինձ գոնե մոտավոր պատասխանեք, թե ռուս-ուկրաինական պատերազմը երբ կավարտվի, ես մոտավորապես ձեր հարցին կպատասխանեմ։ Հարցերն ավարտվեցին, մթնոլորտը լարվեց ելույթների ժամանակ, գրանցվեց 14 պատգամավոր, որոնց թվում Էդգար Ղազարյանը չկար։ Ելույթների զգալի մասը, սակայն, հենց Ղազարյանի ու նախորդ օրվա միջադեպի մասին էր։ ԿՊԱ-ական պատգամավորների մոտ երեկվա միջադեպից հետո կարծիք էր ձևավորվել, որ Ուժեղ Հայաստանը ընդունել է իր պատգամավորի պահվածքի հետ կապված խնդիրը եւ կփորձի հարթել իրավիճակը։ Ինքը շարքային սադրիչ է, որը որ ձեր շարքերում ներդրված է եւ որը որ ձեր շարքերում ներդրված է առաջնահերթ ձեզ վնասելու համար։ Ընդունում եք, որ անպարկեշտ պահվածք է եղել ձեր թիմակցի կողմից, ասում եք մենք կքննարկենք, բայց ինձ թվում է դուք այսօր սխալ տրամադրվածության եք եկել ազգային ժողով, ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ ձեր բանականությունը այդ տեսանկյունից կաշխատի եւ դուք բարձրաձայն կդատապարտեք։ Ինչ տեղի էր ունեցել Էդգար Ղազարյանի հետ կապված ընդամենը այն էր, որ փոխել էին նրա տեղը խորհրդարանում։ Առաջին գծից Ղազարյանը տեղափոխվել էր խորը թիկունք։ Ձեզ ինչ է թվում, ժողովուրդ, որ այդ անձին տարը այն անկյունը նստացրել եք մեր աչքից հեռու, դա նշանակում է, վсё, անցավ գնաց, վերջացավ այս ամեն ինչը։ Տարոն Չախոյանը դալիճում հնչած մի հարցի մասին էլ խոսեց Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների պատճառների։ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաների պատճառը դուք եք։
Որովհետև այդ սանկցիաները կիրառվում են, որպեսզի ձեզ բերեն իշխանության։ Էդգար Ղազարյանի թեման կրկին վերադարձավ դալիճ, երբ խոսափողին մոտեցավ Արամ Վարդևանյանը։ Նախ ներողություն խնդրեց հանրությունից, որ ականատեսն են լինում նման իրավիճակի, ապա խոսքը ուղղեց իշխանական падգամավորներին։ Դուք պատկերացնում եք ինչ եք անում։ Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում։ Դուք ձեր գնահատմամբ ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավել եք արձագանքում։ Մի հատ խնդրեմ ավելին, մի հատ համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է հավաքական ձեր կողմից, հավաքական առանց անձերի նայելու։ Եվ հետո նայեք կրկին հավաքական այն խոսույթը, որը մեր կողմից է ներկայացվում։ Անկեղծ եմ ասում, իմ մոտ տպավորություն էր, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղան է, ինչ է։ Զոհասեղան, մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն Ասում եք, պետք չի սխալին սխալով պատասխանել։ Կներեք, իսկ մենք գիտենք, որ դա սխալ է, որ դուք դա սխալ եք համարում։ Դուք ելույթ ունենալիս նույնիսկ սխալ բառ օգտագործելիս ասեցիք ըստ ձեզ սխալ։ Հիմա մենք ինչ գիտենք, դուք դա սխալ եք համարում, թե մեր։ Հաջորդը։ Գոյություն ունի այսպիսի մի պարզ սիլոգիզմ։ Եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի։ Եթե սրիկան վիրավորանք չի, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա։ Դա սիլոգիզմ է, որը ես առաջարկում եմ կոտրել ստեղ շատ պարզ ձևով։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել ստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է, լրություն, առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար, ինչն է ստեղ անհասկանալի, այդ որ օրվանից ներողություն սխալի համար ներողություն խնդրելը դարավ զոհասեղանին զոհ տալ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։